Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունն եմ կանչում յուրաքանչյուրիս վրա, եւ թող Տիրոջ թագավորությունը հաստատվի ամենքիս կյանքերում, մեր սրտերում եւ լինի մեր առաջնորդը։ Եկեք այսօր սկսենք Հայր մեր աղոթքով։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի անունը քո արքայությունը թող գա, քո կամքը թող կատարվի երկրի վրա, ոնց որ երկնքում։ Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր, ու ների մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին, ու մի տանիր մեզ փորձության, այլ փրկի մեզ չարից, քանի որ քոնն է արքայությունը, զորությունն ու փառքը, Հավիտյանս Հավիտենից, ամեն։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը թող բոլորիս հետ լինի, ամեն պահ, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Հիմա եկեք վերադառնանք Թոմաս Ուոթսոնի «Ապաշխարության վարդապետություն» գրքին։ Երեկ մենք խոսում էինք, որ ապաշխարության բաղադրիչ մասն է կազմում նաև ամոթը, ամոթ զգալը գործած մեղքերի համար։ Եվ այսօր մենք շարունակելու ենք ամոթի թեման և գուցե անցնենք մեկ այլ բաղադրիչի, կտեսնենք ժամանակը ինչպես է ընթանում, բայց ես իսկապես խորհուրդ եմ տալիս և քաջալերում եմ, որպեսզի նախկին դասերը լսեք, որովհետև այս թեման և ընդհանրապես քարոզները ոնց որ տուն կառուցես, քարը քարի վրա ես դնում, հետո ցեմենտն ես քսում, եթե ընդհանրական չենք լսում, ուրեմն մենք շատ կարևոր բաներ ենք բաց թողնում։ Սա իմ անձնական խորհուրդն է։ Իսկ հիմա Սուրբ Հոգու առաջնորդությամբ և օգնությամբ ընթերցենք, լսենք, ընկալենք, հասկանանք և թույլ տանք, որ Աստված մեր սրտերը փոխի, մենք չդիմադրենք Աստծուն։ Արդյոք ամոթը ապաշխարության բաղադրիչն է։ Ու եթե մենք երեկվա դասի հիմքի վրա ասում ենք այո, ամոթը ապաշխարության մասն է կազմում, որ մեր մեղքերի համար պիտի նաև ամոթ զգանք, ու եթե այդպես է, ապա նրանք, ովքեր ամոթ չունեն, շատ հեռու են ապաշխարությունից։ Շատերը այնքան են մեղք գործել, որ ամոթը մեռել է նրանց մեջ։ Սոփոնիա գրքի 3-րդ գլխի 5-րդ խոսքն ասում է. «Արդար Տերը Աստվածը նրա մեջ է, նա անարդարություն չի անում, առավոտից առավոտ նա անխոնջ ի լույս է հանում իր իրավունքը և չի թերանում, բայց անարդարը ամոթ չգիտի»։ Սոփոնիա գիրքը 5 կտակարանից է։ Սարսափելի ամոթ է, երբ մենք չենք ամաչում։ Տերը ամոթ դրեց հրեաների վրա։ Ինչու՞։ Կարդանք Երեմիա գրքի 6-րդ գլխի 15 խոսքը։ Պիղծ բաներ անելիս արդյոք ամաչում են, բնավ չեն ամաչում, պատկառել չգիտեն։ Դրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, և երբ ես նրանց պատժելու համար այցելեմ, պիտի տապալվեն, ասում է Տերը։ Սատանան մարդ արարածից գողացել է ամոթը։ Երբ Անգլիայի Մերի թագուհու օրոք այլ քրիստոնյաներին հալածողներից մեկը քննադատության ենթարկվեց նահատակների նկատմամբ իր արյունալի բռնության պատճառով, նա պատասխանեց. «Ես ամաչելու բան չեմ տեսնում»։ Շատերն այլևս չեն ամաչում իրենց մեղքի համար, ինչպես Նաբուգոդոնոսոր թագավորը չէր ամաչում, երբ Աստված նրան ուղարկեց խոտ ուտելու։ Որպես նարինե և նայելով մեր շրջապատին, այնինչ կատարվում է մեր հայրենիքում, արդյոք այն հայ կանայք, ովքեր հայհոյում ու անիծում են,
ամաչում են։ Արդյոք ամաչում են հայ տղամարդիկ, ովքեր բամբասում են։ Արդյոք ամաչում ենք, երբ որ աբորտ ենք անում, քանի որ աղջիկ պիտի ծնվի։ Արդյոք ամաչում ենք, որ փոքրիկ կամ մեծ գումարի դիմաց զինվորի տեղը հայտնեցին, զինվորին դավաճանեցին, արդյոք ամաչում են։ Արդյոք ամաչում են այն սգավոր ծնողները, որոնք զայրույթից մեկ այլ մարդու անիծում են, որ երեխա կորցնի, որպեսզի զգա այն սուգը, որ իրանք են զգում։ Արդյոք ամաչում են, որ որպես ազգ Աստծուց երես ենք դարձրել։ Եվ արդյոք ամաչում ենք, որ եկեղեցին հասցրել ենք մոմ վառելու վայրի ընդամենը։ Երբ մարդիկ ունեն քարե սրտեր և պղնձե ճակատներ, դա նշան է, որ սատանան ամբողջությամբ տիրել է նրանց, նրանք սատանայի ազդեցության տակ են։ Չկա ոչ մի արարած, որն ընդունակ է ամաչել, բացի մարդուց։ Ամաչելու պարգևը Աստված միայն մարդուն է տվել։ Դաժան գազանները ընդունակ են վախի և ցավի, բայց ոչ ամոթի, առյուծը չի ամաչում, վագրը չի ամաչում։ Մենք չենք կարող կենդանուն ամոթանք տալ։ Եվ նրանք, ովքեր չեն կարողանում ամաչել իրենց մեղքերի համար, այդ մարդիկ շատ նման են գազաններին, անասուններին։ Ես սա չեմ ասում վիրավորելու համար, սա ճշմարտությունն է, որ Աստված է մեզ ցույց տալիս։ Կան ոմանք, ովքեր այնքան հեռու են այս սուրբ ամոթից, որ անգամ հպարտանում են իրենց մեղքերով։ Լսել եք, օրինակ, որ գլուխ գովեն, թե քանի սիրուհի ունեն։ Լսել եք, թե ինչպես կիսուրներ կան, որ ասում են, մի լավ տղայիս գլուխը լցրեցի, այնպես ջարդ տվեց կնոջը, որ։ Լսել եք, որ ասեն, ինձ անպատվեց, ես էլ էնենց ծեծեցի դրան, սատ կեցրեցի, որտեղից չէր կարում շարժվեր։ Կամ արի գնանք մի լավ խմենք, քեֆ անենք։ Ու այսպես շարունակ, ին վրա թքեց, ուրեմն ես էլ իր ողջ ընտանիքին կհայհոյեմ։ Դրա երեխային որտեղ բռնեմ, շանսատակ կանեմ։ Սա մեր մեղքի հանդեպ հանդուգն գոռոզություն և հպարտություն է, և վերջ չունի մեր անամոթությունը ու մեր մեղքերով հպարտանալը։ Ոմանք այնքան հեռու են մեղքի համար ամաչելուց, որ պարծենում են իրենց մեղքերով։ Փիլիպացիներ նամակի 3 գլխի 19 խոսքում Պողոս առաքյալն ասում է. նրանց վախճանը կորուստ է։ Նրանց Աստվածը իրենց որովայնն է, և նրանց փառքը իրենց ամոթը, նրանք երկրային բաներ են մտածում։ Ոմանք ամաչում են բաներից, որ իրականում իրենց փառքի համար է։ Օրինակ, մարդիկ կան, ամաչում են, որ իրենց տեսնեն Աստվածաշունչը իրենց ձեռքին, կամ որևէ լավ հետաքրքիր բան կարդալիս, կամ ամաչում են, որ իրենց տեսնեն աղոթելիս, կամ ամաչում են, որ իմանան, որ իրենք եկեղեցի են գնում, այն էլ, եթե գնում են ավետարանական եկեղեցի, որ հանկարծ իրանց աղանդավոր չասեն։ Տղամարդիկ կան, որ ամաչում են, որ իրենց շրջապատը տեսնեն, որ իրանք իրենց կնոջը հարգում են, իրենց կնոջը չեն հայհոյում և տանն էլ իրենց կնոջը օգնում են։ Ոմանք ամաչում են, որ իրենց ընկերների շրջապատում առանց հայհոյանքի խոսեն։
կանայք կան, որ ամաչում են կանացի լինելուց։ Իսկ ուրիշներն էլ պարծենում են իրենց ամոթով։ Նրանք մեղքին նայում են որպես քաջության և համարձակության օրինակ։ Հայհոյողը իր խոսքը ավելի լավ ու զորեղ է համարում, եթե հայհոյանքը են բազմաթիվ շերտերով լինի և հայհոյանքին նաև անեծքն է գումարում։ Հարբեցողը հպարտանալու բան է համարում, որ 3 բաժակի փոխարեն ողջ շիշը կարախմի կամ մի քանի շիշ կարախմի ու հետ չի տվել։ Սա համարվում է հպարտանալու նյութ։ Կնոջը դավաճանողը հպարտանում է, որ ինքը այնքան խորամանկ է ու երկերեսանի, որ կնոջը կարողանում է այդպես խաբել ու հարիֆը այդպես էլ գլխի չի ընկնում։ Սրանք ամոթի բաներ են և ոչ թե հպարտանալու, ու եթե մենք հպարտանում ենք, նշանակում է մենք ամոթ չունենք, իսկ եթե ամոթ չունենք, դժվար թե մենք ապաշխարենք կամ մեր ապաշխարությունը ճշմարիտ ապաշխարություն լինի։ Կարդանք Եսայի գրքի 5-րդ գլխի 22-ից 24 խոսքերը։ Վայ նրանց, որոնք քաջ են գինի խմելու մեջ և կտրիչ օղի խառնելու մեջ, որոնք ամբարիշտին արդարացնում են կաշառքի համար և արդարներին զրկում են իրավունքից։ Դրա համար էլ, ինչպես որ կրակի բոցն է լափում մղեղը, և ինչպես որ չոր խոտն է այրվում բոցի մեջ, այնպես էլ պիտի փտի նրանց արմատը և նրանց ծաղիկը փոշու նման վեր պիտի բարձրանա, որովհետև նրանք մերժեցին զորությունների Տիրոջ օրենքը և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։ Բայց երբ մարդկանց գցում են հրեղեն հնոցի մեջ, որը 7 անգամ ավելի է բորբոքվում ամենակարող Աստծո շնչով, ապա այդ ժամանակ այդ մարդիկ թող պարծենան իրենց մեղքով ու գլուխ գովեն, ասում է հեղինակը։ Սարսափելի է անամոթ լինելը։ Ու մենք պետք է համեստ ամոթով ցույց տանք մեր ապաշխարությունը։ Եզրաս գրքի 9-րդ գլխի 6-րդ խոսքում ասվում է. «Ով իմ Աստված, ես ամաչում եմ և չեմ համարձակվում երեսս դեպի քեզ բարձրացնել։ Ով իմ Աստված, որովհետև մեր անօրենությունները մեր գլխից վեր բարձացան, և մեր հանցանքը մեծ է մինչև երկինք»։ Երբ որ ասում եմ մեր անօրենությունները մեր գլխից վեր բարձացան, նշանակում է այնքան մեղք ենք գործել։ Այս նախադասության մեջ իմ Աստված խոսքերը ցույց են տալիս հավատք, իսկ ես ամաչում եմ խոսքերը ցույց են տալիս ապաշխարություն։ Կեղծավորները վստահաբար ասում են իմ Աստված, բայց նրանք չգիտեն ամոթը ինչ բան է։ Նրանք չեն ամաչում իրենց մեղքերի համար Աստծո առաջ։ Եկեք մեր վրա վերցնենք մեղքի սուրբ ամոթը, քննենք ինքներս մեզ, մեր գործած մեղքերից, հին ու նոր։ Մենք ամաչում ենք։ Եթե ոչ, խնդրենք Աստծուն, որ տա մեզ այդ ամաչելու կարողությունը, հեռացնի մեզանից անամոթությունը, որպեսզի մենք մի քիչ ավելի մոտենանք սուրբ ապաշխարության դռանը։ Համոզված եղեք, որքան հիմա ամաչենք մեղքի համար, այնքան քիչ ենք ամաչելու Քրիստոսի գալստյան ժամանակ։ Եթե աստվածավախ մարդկանց մեղքերը հիշատակվեն դատաստանի օրը, դա ոչ թե նրանց ամաչացնելու համար կլինի, այլ Աստծո շնորհի հարստությունը մեծացնելու համար, որ ներել է նրանց, ովքեր հավատալով Հիսուս Քրիստոսին խոստովանել ու ապաշխարել են իրենց մեղքերը։ Իսկ ամբարիշտները, չապաշխարածները
ամոթով կմնան վերջին օրը, դատաստանի օրը։ Նրանք ամոթից գլուխները կկախեն։ Բայց սրբերը, Աստծո ժողովուրդը, որ Աստծո եկեղեցին է, առանց արատի, առանց որևէ բծի կկանգնի Տիրոջ առաջ, սուրբ ու անարատ։ Այսպես է ասվում Եփեսացիների նամակի 5-րդ գլխի 27 խոսքում։ Ուրեմն Հիսուսին հավատացողները, որոնք խոստովանում են իրենց մեղքերը ու ապաշխարում եւ լվացվում Քրիստոսի արյունով ու արդարացվում Քրիստոսով, ամոթով չեն մնալու դատաստանի օրը, որովհետև ամաչեցին իրենց մեղքերի համար հիմա, ու խոստովանեցին դրանք։ Հետևաբար Աստվածաշունչը խրախուսում է նրանց բարձրացնել իրենց գլուխները ու սպասել Քրիստոսին։ Կարդանք Ղուկաս ավետարանի 21 գլխի 28 խոսքը. «Եվ երբ այս բաները սկսեն լինել, վեր նայեք ու ձեր գլուխները բարձրացրեք, որովհետև ձեր փրկությունը մոտ է»։ Երբ մենք խոսում էինք նախկին դասերից մեկում այն փոխանակումների մասին, որ տեղի ունեցավ խաչի վրա Հիսուս Քրիստոսի զոհողության միջոցով, ամոթը դրանից մեկն էր։ Մենք ասեցինք, որ Քրիստոսը մեր ամոթը վերցրեց։ Քրիստոսը մեր ամոթը վերցնում է, երբ որ մենք ամաչում ենք մեր արած մեղքերի համար եւ այդ մեղքերը բերում են Քրիստոսի առաջ, խոստովանում ու ապաշխարում։ Այդ ժամանակ այդ շրջանը լրիվանում է։ Նա վերցրել է մեր ամոթը, բայց մենք էլ պիտի գանք, խոստովանենք մեր մեղքերը եւ ամոթ զգանք մեր մեղքերի համար։ Այսքանը այսօր։ Ես ուղղակի զգացի, որ Եփեսացիների 5-րդ գլխի 27 խոսքը լրիվ լավ չկարդացի։ Թույլ տվեք գտնել ու նորից դա կարդալ եւ դրանով ավարտենք։ Ինքը կարևոր խոսք էր, բայց եկեք մի հատ ճշգրիտ ձևով կարդանք։ Եփեսացիների Չէ, կներեք, խառնել եմ։ Այսքանով ավարտենք, կներեք այսօրվա համար։ Մի քիչ հոգնած եմ։ Աստված օրհնի ձեզ։ Ամեն։